Տիարն ընթառաջի տոնին 40-օրական Աբելը հատուկ էր պատրաստվել, ծնողներն ամեն ինչ արել էին, որ արթուն մնար Էջմիածնի մշակույթի տուն պետք է գար ու քահանայից օրհնություն ստանար։ Չնայած փոքրիկ Աբելը չդիմացավ, քնեց, բայց Տեր Եղիշե քահանան օրհնեց 40-օրյա մանուկին։ Մանուկների 40-օրյա 40 օրերը լրանալուց հետո կատարվում է օրհնության կարգ եւ սա եւս ունի իր խորհուրդը, որ 40-օրյա մանուկին բերել են, որ ինքն էլ օրհնություն ստանա։ Մենք էլ ընթառաջ դուրս գալով այս մանուկին 40-օրյա նաեւ իրեն պիտի օրհնություն տանք։ Էջմիածնի քաղաքապետարանը այստեղ էր հրավիրել քաղաքի բոլոր նորապսակներին 7 նորապսակ եւ 1 զույգ, ովքեր իրենց նորապսակներ էին զգում 50 տարի անց։ Ֆրունզիկ Մաթևոսյանը նույնպես կնոջ հետ նորապսակների կողքին էր, ոսկե հարսանիքներ տոնում եւ կրկին քահանայից օրհնության խոսքի սպասում։ Ֆրունզիկ պապը երիտասարդ զույգերին մի կարևոր խորհուրդ է տալիս՝ ամուր ընտանիք կազմել ու երբեք իրարից հեռու չլինել։ Երջանիկ լինեն։ Իրանց ընտանիքների հետ միասին լավ զավեքներ անցկացնեն, մեր նման լինեն, ինչ որ մենք կանք այսօր կանգնած ենք իրար կողքի։ Ամենակարևորը մեծ սեր։ Եթե սերը կա, մնացած ամեն ինչ կհաղթահարվի։ Նորին Սուրբ Օծություն Գարեգին II վեհափառ հայրապետի կարգադրությամբ այս օրը հռչակվեց նորապսակների օրհնության օր։ Եվ բոլոր նորապսակները օրհնվում են այս կերպ։ Քաղաքապետարանը նորապսակներին ոսկյա մատանիներ նվիրեց, իսկ վեհափառի կողմից մարգարետ ապարանջաններ ստացան։ Էջմիածնի քաղաքապետարանն ամեն տարի նորապսակների համար մեծ ու անմոռանալի նվեր է պատրաստում։ Տիարն ընթառաջի տոնն այստեղ մեծ շուքով է նշվում։